Մարդը պրոստը հայերեն ասենք պորճ է։ Մարտին Ես գիտեի հին ֆորմատով ենք, հա։ Մտնում են այդ տունը, որ գնում է երախուն գտնելու Արսեն Գրիգորյան, and the PlayStation VR կար այդ տանը։ Ընդհանրապես ոչինչ չասող երեխա էր, 1000 ներողություն։ Հիմա ասենց մտքիցս անկապ հանելու եմ, այս տեքստը չի պատրաստ։ Մարտին Հրաչյա, բարի երեկո։ բարի երեկո Հրաչյա ջան։ Շուտ ոնց չենք հանդիպել։ Այս ֆորմատով։ Այս ֆորմատով։ Ես էլ ուզում եմ ասել ամեն օր հանդիպում ենք, չի հիշում։ Այո։ Ասենք որ այսօր նոր ֆորմատ ենք բան introduce անում։ Ես չգիտեի։ Մարտին ես գիտեի հին ֆորմատով ենք, հա։ Այսօր կփորձենք շատ կարճ 10-ից 15 րոպեում խոսալ միայն նոր ֆիլմի մասին, որը դուրս է գալիս կինոթատրոններում եւ որի անունը ինչ է։ Օպա պապա։ Օպա պապա։ Այո։ Ինչ անք, փորձենք արագ Զատրավկեն անեմ, Զատրավկեն չէ, սինոպսիսը պատմեմ։ Այդ բառը ես չգիտեմ ինչ նշանակում։ Զատրավկեն միջև էր ինչ անում ենք այդտեղ Զատրավկեն։ Արդեն արեցիր Զատրավկեն, հա։ Երկու խոսքով հիմա ասենց մտքիցս անկապ հանելու եմ, այս տեքստը չի պատրաստել, ֆիլմը պատմում է կառուցողական բան։ Հա, ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ում մարմնավորել է Արսեն։ Այդքան էլ երիտասարդ չի։ Ում խաղում է Արսեն Գրիգորյանը։ Ես հայտնի դերասան եմ, Հենդի Բաբայան։ Ես խաղում եմ ռոմանտիկ ֆիլմում։ Այդ երիտասարդը անուն ուղղակի չեմ հիշում վերսեն։ Էնձի, հա, դա ճիշտ է, Էնձի։ Յանը չեմ հիշում։ Հա, ինչ որ հայկական ազգաննով Անդրանիկ էր որ տվանունը։ Ուրեմն ինքը ինչ որ ձյունապար, մի խոսքով ինչ որ հայկական գյուղից է, ի սկզբանե հիմա աշխատում է Հունաստանում որպես անիմատոր։ Հունաստանում որպես անիմատոր ու իրեն բաժին է հասնում, ու ինքը տենց ապրում է ազատ սեռական կյանքով տարբեր երկրի ներկայացուցիչների հետ, ու իրեն բաժին է հասնում մի երեխա, ով տենց հերթական կապից եղել է, այդ երեխան գալիս է մոտը, երեխան գալիս է մոտը իրան բացահայտում են, որ ինքը տենց սաղեն խափում է ու գիշերներ է անցկացնում տարբեր շատ հետաքրքիր ձևով է գեղեցկուիների հետ, այո։ Ինչ է կատարվում այստեղ։ Դուք սեմի հայրն եք։ Հայրու մայդեդի։ Ու այդպես, ու իրան գալիս են վերադառնում են Հայաստան ու այդտեղ կինոն սկսվում է։ Հա, նո իրականում շատ հետաքրքիր է տետրը, որտեղ ինքը դրոշներով ու ինձ հետաքրքիր է այնտեղ մի հատ Իրաք կար։ Իրաք է, թե Սուդան էր, ինչ որ արաբական երկրի դրոշ էր, ինձ շատ հետաքրքիր էր, թե ինքը այդ արաբական երկրի ինչ աղջկա հետ է ժամանակ անցկացրել։ Դե եկել էին Հունաստան հանգստանալու, որ այդպես ազատ եկել էին, հա, շատ հետաքրքիր էր, ու ինչն էր հետաքրքիր, որ ես երբ որ Նիգերիան ասեց, ես Այշան հիշում էի, որովհետև հենց այդ Հա, ես էլ էքստատիվ ֆիքս Բրազիլիայի վերևն էր Նիգերիան ու Այշան գրած էր, ասից ասալի է Այշան։ Տենց, ինձ ես իրականում ռուսական խալոպ ֆիլմը չեմ նայել, բայց ինձ կասկած ունեմ, որ ինչ որ նմանատիպ սյուժե է, բայց այնտեղ ֆենտեզի կա, ինչքան գիտեմ, թե չկա։ Այնտեղ ես չեմ նայել, բայց ինձ թվում է մի քիչ սավսեմ ուրիշ դրամայի մասն է։ Այնտեղ մարդը պրոստը հայերեն ասենք պորճ է, հայերեն ասենք ինքը հայտնվում է, եթե ճիշտ եմ սաղ պատկերացրել ես տրեյլերն է, որտեղ ֆիլմը չեմ նայել, ինքը հայտնվում է անցյալում, ու անցյալում որպես ինչ որ խաղնու ստրուկ է, միգուցեև, նո զուտ այնա որ իրան ոչ սովորական միջավայրում է պերսոնաժը միգուցե դրա մասին։ Օրինակ կարանք Իզգոյի հետ համեմատենք, որ սովորական Ուիլսոնն է, ով է, չգիտեմ ով է, երեխեն։ Ստեղծագործողներից շատ բան չխոսենք, երևի թե, որովհետև ես ընդհանրապես չեմ ճանաչում եմ միայն ռեժիսորին Գորին Գրիգորյան, ինքը իրականում շատ ոնց ասեմ, մի քանի տարի առաջ շատ լավ ռեժիսոր էր, երիտասարդ 20 քանի տարեկան, մենք իրար հետ նույն փառատոնին էինք մասնակցում Երևան Short Film Festival-ին, որտեղ ես հատուկ մրցանակ ստացա գնացի Մոսկվա, հիշում եք, իսկ ինքը հենց այդ փառատոնում մրցանակ տարավ, ինչ որ ավտոբուսի մեջ տեղի ունեցող իրադարձություններ էր նկարել ու շատ լավ էր նկարել։ Թվում է թե այն ժամանակ ավելի լավ էր նկարում, քան հիմա։ Կամ հիմա մի քիչ ավելի այլ նպատակով, ասենց ասեմ, այլ ոնց են ասում, նպատակը, չէ, ոնց են այստեղ ասում, առաջնայնությունը ինչին է տրված էլի, հա, այդ ռուսերեն բառը չեմ կարող հիշեմ, այդ ոնց էր այդ բառը, որ առաջնայնություն ինչ որ բանի է տալի։ Ոնց է, ոչ եմ։ Ահա, ու այնտեղ մնացած օպերատոր եւ այլն տենց
կներեք իհարկե հազար ներողություն անուններով միգուցե չեմ ճանաչում եմ միայն գունաշտկումն անողին Տիգրան Աղաջանյան պրիվետ Տիկո ջան ինքը են Տիգրան Աղաջանյան ով է լույսերի նույնպես մասնակցել է հա ուրեմն ես էլ եմ իրան ուրեմն դու ես ճանաչում այո Prioritet է ուզում Prioritet ճիշտ է մեր սիրելի Արփինեն ասաց որ այդ բառը prioritet-ն էր Այդ որտեղ է ասա գրելա Հա պետք Ահա այս պահով այսքանի ես միանգամից ամենալավ դերասաններից արի խոսանք Արսեն Գրիգորյան իմ շատ սիրելի Արսեն Գրիգորյան չէ Ռիփսիմեն Ահապետյան ում հետ ես բախտ եմ ունեցել աշխատելու իմ շատ սիրելի Արտյոմ Կարապետյան ում ես փոքր ժամանակվանից շատ եմ սիրում ծոից ծո Հայաստանից ինքը չգիտեմ այն ֆորմատում էր թվում է թե ինքը շատ ուժեղ բայց ինձ այս ֆիլմում որպես իրական լավ դերասան մենակ ինքը իմ Չնայած այնտեղ ինչ դեմքեր կան, չէ, ինչ դերասաններ կան, որպես դերասաններ հայտնի, բայց Արտյոմ Կարապետյանը իմ համար շատ հաճելի էր այս ֆիլմում, ու ինքը ոնց որ չխաղար ընդհանրապես։ Նու այդ այլ sense պրաստոյ մարդու դերը շատ լավ, շատ դժվար է խաղալ, երբ որ դու ուղակի պետքա այդ գործը անես, ուղակի պետքա սովորական մարդու խաղաս։ Իրա ցանկացած տեսարանում ինքը հրաշալի էր իմ համար, ես sense ուրախանում եի, երբ որ տենում եի իրա տեսարան, իրա խոսելաձևը, իրա շարժու ձևը, մի խոսքով Արտյոմ ջան Ի տարբերություն քեզ ես գնացի ծառայացի։ Ու հենց բանակում հասկացա, որ ես կյանքի պետք է մի քիչ պատասխանատվությամբ մոտենալ։ Հա, համաձայն եմ, շատ լավ էր։ Մի հատ հարց ունեմ, կակրաս իր տան սցենայի հետ կապված, հիշում ես ինձ դրվակ կա որ երեխեն այդտեղ է, ուրեմն ինչի վրա եմ ուշադրություն դարձրել։ Մտնում են այդ կորած գյուղը էլի ինչ որ, այսինքն ասեն սարերում անհասկանալի ոչ լուրագարակ։ Թե լուրագարակն ուրիշ ֆիլմում է։ Առաջ է լուրագարակ ուրիշ ֆիլմում է, օքեյ։ Ձյունագարակ, ձյունապարկ, այնտեղ ինչ որ բան, ձյունապատ, չգիտեմ, ինչ որ ձյուն բառը կարծեմ մեջը կար։ Ու Ֆրենկ Գերբերտի ձյունը, չէ՞ էլի։ Ձյուն որպես բան տեղում։ Ձյուն որպես ձյուն։ Здравствуйте. Տղայա, չէ՞։ Մենք ունենք նոր աշակերտ, Սեմ Բաբայան։ I write to school. Հա, մտնում են այդ տունը, որ գնում է երախուն գտնելու Արսեն Գրիգորյանը, and the PlayStation VR կար այդ տանը։ Լուրջ սցենա կար, որտեղ տենում է, որ setting-ում PlayStation VR-ը դրած այդ պուլտերով։ Ես չեմ ֆիքսել, ես լրիվ ուրիշ բան եմ ֆիքսել, երբ որ Կարգին հաղորդումից մեծ շատ հայտնի այն դերասանը, անունը չգիտեմ, երբ որ ինքը ղեկավարն էր Ռիփսիմեի, ով ռեժիսոր է եկել է նկարահանումներ անում, ու ինքը այնտեղից վիդեո քոլեր էր անում իրան, ու այդ ինչ որակի քոլեր էին դրանք, են որ ինտերնետը ուղակի ուզում ես ասես, էս ինչ ինտերնետ կա այս գյուղում, են որ sense ոնց որ ուղակի հենց 4K ցույց տա էկրանին, տենց ու նաև շատ հետաքրքիր էր, որ միգուցե թատերականից էր կամ այլ վայրից էր, ինքը ղեկավարը վիդեո քոլ էր անում իր ուսանողին, որ ճշտեր թե ոնց է պրադվիգացը լինում իր դիպլոմային աշխատանքը, ինձ թվում է բավականին հետաքրքիր է, ասենց ասեմ։ Նո, ասենց ասեմ, ես ում ղեկավարել եմ դիպլոմային, մագիստրոսական միշտ կապի մասին մի քիչ թվում է։ Չէ, դե իսկ թվում է թե լավ դասախոսա կապ չունի ոլորտը, որ ոլորտը լավ ղեկավար է, ուրեմն լավ ղեկավար է։ Ոչ ճիշտ մոտեցումն է, իմ համար կասկածելի առնվազն, այսպես ասած էլի։ Գա պրոստը բանի տեղ չեն դնում ղեկավարների 95% օրինակ, բայց ես վստահ եմ պիտի լինի ինչ որ 5% մասնագետների, ովքեր կուզենան իրանց ուսանողի հետ աշխատանքը վարեն, իսկ թվում է ոլորտը չեմ բարանում, չեմ վիճում զուտ իմ այդ բանն է։ Գիտես ոնց օրինակ ֆիլմը նայելուց sense փորձում ես կանխագուշակ ես հետո ինչա լինելու, ասենք այս սցենան ընթանում է, հաջորդ սցենան ինչա ոնց ավարտվելու։ Ասենք որ սպոյլերներ թող բանաներ, որտեվ իտակել ամբողջ ազգը նայում է, գնացեք նայեք, որովհետեվ պետքա մենք հիմա այնց իրադարձություններ, վիճակներ ասենք, որը եթե չեք նայել, մի քիչ հաճելի չի լինի իմանալը, գնացեք նայեք, նոր եկեք այս հրաշալի քննարկումը շարունակեք դիտել։ Մի խոսքով ասածս էներ, որ այստեղ ոչ թե հաջորդ սցենա գուշակելու հարցեր մտքումդ առաջ դու հաջորդ բառը գիտես ինչ են ասելու, այդ ինչ շատ էր ջղայնացնում։ Ասեմ, չէ, որ խոսում է ինքը, նույն իմ սիրելի դերասանուհի Ռիպայի պահով ասեմ, այն որ ինչ որ բան ասում ու բայց է ասում։ Ինքը այդ բայցը նենց է ասում, որ ակնհայտ է, որ այդ բայցը ընդհատվելու է, այսինքն ինքը զգացում է, որ բայցից հետո շարունակություն չկար։ Ինքը ասում է, բայց
ու սպասում է դիմացինը ինչ անի, հա։ Դե զգացում դա չգիտեմ, իրականում գորը ինքը այն ժամանակվանից որ ես իրանք ինքը ստենդափ էլ անում, ինչքան գիտեմ, արի ստենդափում հենց տեսել եմ իրան մի անգամ կարծեմ ու այն ժամանակ որ տեսա, ասի վայ, էս այնտեղ չի որ մեր փառատոնից էր տենց չգիտեմ օրինակ ինչի է ինքը որոշել որ այս տեսակ պետք է մոտենա այս հարցին ֆիլմի գլխավոր հարցը կայանում էր նրանում որ խնդիրները շատ կիսատ էին թողնված ամեն իրավիճակ սենց մոռացվում անցնում էր առաջ այնտեղ շատ լուրջ դրամատիկ այն եզակի դրամատիկ պահերից մեկը երբ որ երեխային կորցրած է լինում ու գալիս է գտնում է իր անգերոջ տանը Sam, can you hear me? Այդտեղ ինքը չէ ինչեր ասես չի ասում բայց որը անիմաստ էր անիմաստ էր ինչերա չէ ասում բայց այդ իրավիճակը ինքը հետագայում մենք դրա բան չենք տեսնում մի քանի տեսարան հետո իրանք էլի իրար հետ սիրուն գալիս են իսկ ինքը դաժ ներողության թեմա չէ ընդհանրապես ոչ մի բան չի ես ֆիքսել եմ էդի այսինքն ինչա դուրս գալիս ինքը դու կաս մտնես ընկերոջը տան մեջ իրան ինչ ասես քթից տենկոմ չես տեսնում դու ես գյուղում եպտի մնաս շատ գեշ բաներ ասում ու այդ ընկերը մի իրակորից հանգիստ կգա հետ սիրուն տենց չգիտեմ այդ է խնդիրը որ հարցերը լրիվ կիսատ պրատ էին թողած ինչպես նաև անհասկանալի լուծումներ ի մասին կարամ ասեմ օրինակ վերջին մասը երբ որ այն ամեն ինչը տեղի ունեցավ կարծում եմ մեզ մի քիչ ավել ժամանակ տանքա որովհետև սկիզբը բան արեցինք ինչի դա սեղանն է ճորոք սև կդնեմ այն վերջին պահը երբ որ Նարեկ Դուրյանը գյուղապետը, չէ, ով էս ֆիլմում, նո ինքը թատրոնի շատ լավ դերասան է, իրականում բան չանենք, շատ չքննադատենք, էլի, իսկ այստեղ ինքը ընդհանրապես ինքը ֆիլմում չէր, ինքը թատրոնում էր ու իր մեր իմացած Նարեկ Դուրյանի շրջանակներում էր, ինքը ընդհանրապես այստեղ ինչ որ կերպար չուներ, ինքը անում էր այն բառերը, ինչ ինքը սովորաբար անում է, խոսում էր այնպես ինչպես ինքը փողոցում խոսում է այսինքն ինքը կերպար չէր կերտել ընդհանրապես ինքը եւ տատիի պերսոնաժը չգիտեմ ինչ որ կարիկատուրային վիճակ էր ինչ որ դե կարող է հետել Զադումկեները դե մի միանշանակ այսինքն այստեղ են գնացի ասել եկեք այդտենց տենց կանեք համել դուք Նարեկ Դուրյանն եք ես ոչ ես չեմ ասելու թե ինչը ոնց անեք եւ այլն այդ է եղել ամբողջ հարցը ինքը այդ տեսակի էր էլի բրավո ինչն է ուզում ասել երբ որ ինքը պարզվեց որ վաճառում է այդ մշակույթի տունը ես այդպես էլ չհասկացա օրինակ երբ որ ինքը վաճառելու էր այսինքն ստացվում է այնպես որ Արսենի պերսոնաժն է վաճառում իսկ ինչ էր լինելու որ Արսենը նստեր իսկ ինքը այդ փողը օգտագործեր այսինքն սուտի ինչումն էր ոնց էր դա լինելու դու հասկացել ես ես չեմ հասկացել այդ չեմ խորացել բայց հասկացա չէ ինչ այսինքն զուտ sense առաջին մակերեսով նայող դիտողի համար հա գյուղապետը վաճառեց գցում է նրա վրա ինքը կոռուպցիոնից գալու են իրան վերցնել ինքը նստի այս մարդն այդ փողը օգտագործելու է բայց դրա սուտը ինչն է չես հասկանում ու եւս մեկ շատ հետաքրքիր հարց այդ ինչ մարդիկ էին որ այդ կորած գյուղում ինչ որ մշակույթի տուն էին առնում եկել էին հա ես այդ առաջին բաններից մտածել եմ օրինակ մեր գյուղում ինչ որ մեկը մեծահարուստ գա մշակույթի տունը առնի մեր ինչ անելու այսինքն հասկանում եք երբ որ դուք ինչ որ բան եմ գրել դրա համար ռուսա երբ որ դուք ֆիլմ եք նկարում պետք է ինչ որ իրադարձություններ ինչ որ sense հիմք ունենան ինչ որ sense ինչ որ մի թեթևակի չեմ ասում շատ ինչ որ նենց հիմնավորում որ օսկարային ինչ որ սցենար ստացվի բայց գոնե որ մի քիչ հասկանանք ինչա տեղի ունենում ինչ է նշանակում մշակույթի տունն առան եւ այլն էս եկավ ու մի տեսարան նախ արի խոսենք երեխայի մասին ընդհանրապես ոչինչ չասող երեխա էր 1000 ներողություն ժամանակով կատուն ճոնն է շունը գլխին գդակ չուներ ընդհանրապես ոչինչ չասող երեխա ոչինչով աչքի չեր ընկնում առանձնապես դերել չկար որ ոչ չեմ հասկանում թե այդ երեխան ինչով պիտի գրավեր հանդիսատեսին զուտ նրա համար որ ինքը չէր համապատասխանում հայազգի մաշկի գույնին օրինակ ինչն էր իր Ինձ թվում է միակ իմաստը որ արել էին դա էր երևի ցավոք, հա, ինչ որ դերասանական խաղ կամ բան։ Այն տեսարանը երբ որ գալիս են իրան այն տանելու, ասենք իրոք շատ ստից տեսարաններ էլի։ Մարդ գալիս ասում է ձեր գրածի վերը բանով, ձեզ տանը հենց հիմա ասում է հետ են վերցնում կներեք։ Հենց հիմա էս հետ են վերցնում։ Դե ինձ թվում է ամեն դեպքում էս ֆիլմին պետքա մի քիչ աբսուրդի տեսանկյունից sense տենց մոտենալ, օրինակ տենց բաների վրա աչքեր փակելով որպես բան ասեմ։ Օրինակ մենք կրկին փորձերի քննարկում ունեցանք, չէ՞։ Կրկին փորձերը ֆենտեզի էր։ Ֆենտեզի էր։ Այնտեղ կարելի էր բան անել, որտեղ ֆենտեզի։ Այս ժանրը ֆենտեզի է, սենց ալնում, նենց ալնում։ Այստեղ տիպը իսկական ռեալիստիկ աշխատել, բայց խնդալու տիպը։
բայց այդ Դե չափազանց, հա, բայց այդ չափազանց դրամատիկ տեսարանները, չափազանց շատ լավն էր Տատիի սպանության տեսարանը, որտեղ ինքը մտնում էր ֆիլմի տրամաբանության ու տեսակի մեջ լավ համապատասխանում էր այս տատը ոնց մահացավ ինչ է խնդալու էդի տենց էր էդ իրականում տես հա դա հետաքրքիր բան կա որ զենքի վրա զենքը կախածա պատից ասեց ես չեխվի движение անելու 10 րոպե հետո արեցին ֆիլմում կամ ստեղծագործությունում կա первым активе висит ружье во втором оно обязательно պետքա կրակի Անդո ջան չասեցիր այդ տուրիստ երեխեն ով է Ծորը տատար ջան Տղեսա Ոնց թե քո տղենա Էդ էր չգիտեմ իմ կարծիքով մի քիչ պետքա ֆիլմ նկարելուց խոհեմ լինել այսպես ասած նաև չեմ ուզում շատ բան անել բայց ֆիլմում կար նաև շատ սուր ռասիստական բան ինչը ես զարմանում եմ որ Արսենը լինելով նույնիսկ ամերիկյան մեծ ֆիլմերի ուշադրության տակ, որ ինքը կարար նույնիսկ լիներ Օսկարակիր ֆիլմում, ինչի մասին էստեղ հետաքրքիր բան կա, ասեմ, ասում է երեխան սենյակում չի երևում, ասում է լույսը վառի։ Ասենք դա կարծում եմ շատ լուրջ հարց է։ 30 տարի առաջվա կատակ է, էլի հիմա էդի չպետք է խնդալու լինի, հա։ Ինչ ես բանանում լույսը վառի կերևա, այսինքն մտուչամեծ սևամորթ երեխան չի երևում, կարծում եմ սա սցենարիստներ ջան В общем. Արի մի երկու հատ կիքսից խոսանք ու ռեփա բանենք իսկ։ Մա ես մի հատիկ կիքս։ Вообще կիքսերը շատ էին ու ես տենց բանի վրա շատ եմ ֆիլմում։ Ես երկու էջ գրած ունեմ։ Կիքսեր ոչ թե սյուժետային բան, այլ հենց ընթացիկ կիքս։ Որ հա։ Փոքր բան։ Ուրեմն այդ երեխան դնիվնիկ ունի, որի մեջ ընդ նկարում է սկզբից մամայի հետ է, հետո մաման մահանում կորում է եւ այլն եւ այլն։ Այս քո եւ այլն ասացի։ Ու ոնց է, հա դու որ նկարում ես ինչ որ տետրի մեջ նկարում ես առաջի էջին, երկրորդ էջին, երրորդ էջին, չորրորդ։ Այստեղ թարս էր։ Հետևից Սենց էր թերթում ու հետևից էր սյուժեն գալիս ու միջև տետրի կես, այսինքն այդտեղն հետևից նկարելով է եկել այդ պատմությունը։ Շատ գուցե չեմ բանանում, բայց նմանատիպ բաները ինձ զարմացնում են։ Օրինակ ասենք, չգիտեմ, այն բանվորները, որ գյուղում աշխատում են, խոսքի oversize շալվարով են ման գալիս, կամ թույն կենդերով են ֆրում, ասենք ինչ-որ գյուղ է կոնկրետ եսին որտեղ է, շատ ստիլնի գյուղացիներով, ու դրա մասին դե էլի կարա, հա, կինոն ինչ-որ ձև բացատրի դա, օրինակ ասի խոսքի հենց ամենասկզբից ինչ-որ ես իմիշ գյուղա փախած Հայաստանում, բայց աշխարհի ամենաստիլնի մարդիկ են։ Օրինակ, դե արդեն ընդունում։ Օրինակ, շատ հրաշալի էր բլոգեր Գոշը։ Հա, այս կերպարը հրաշալի էր, ուղղակի ամեն անգամ երկու բան կար այս ֆիլմում, որ ես ուրախանում էի։ Մեկը հենց Իրանեին ցույց տալիս, մեկը հենց Արտյոմին ցույց։ Ու Գոշը հենց իր հումորներն էր անում ինքն ինչ որ։ Իսկ թվում է իր մասերը ինքն է կարող է ինքն է գրել է երևի իր։ Որտեվ իրոք եմ ասում, այս գյուղի ամենաազնիվ անձնավորությունը ու իրանից երևում է, էլի աշխարհի ամենաազնիվ անձնավորությունը։ Ու ինքը տենց հումոր է անում, շատ հետաքրքիր էր իրականում։ Դե խնդալու պարկ մեքենայի սախ պահերը խնդայ որ PlayStation-ը սաունդը մեքենայի հետ կապված ամեն ինչը լրիվ հետաքրքիր, sense կրեատիվ մտքեր էին, բայց այդքանով էր այդ ամեն ինչը սահմանափակված։ Եվ որ վերջում ասում է դու արդեն դարել ես բավականին բան, ինչ անունը, պատասխանատու ես եւ այլն Քո կյանքն է դժվար թե 8 տարեկան երեխու որ որդ մնաց։ Ես չեմ կարող լավ հայր լինել իր համար։ Այդ ինչի՞ց պրոստը տակ, պրոստը դարավ ինքը պատասխանած երկու անգամ երեխայի հետ դպրոց գնաց եկավ դարավ պատասխանած որ աղջկա պերսոնաժը վդրոք sense ու ասենք սաղը տենց տեղանում մաքսիմում 2 ամսվա սփենա ասենք դու ազնիվ գիտես որ ինչ որ հնարավոր է սիտուացիա որտեղ որ երկոքի մեկը մյուսի դուրը չի եկել մեկը 3 շաբաթ այստեղ Արսենի պահն է ուզում ասեի իրականում են Անորայի հետ կապված այն պահակը որ ասում է պետքա Միմինոյում խաղար ասում է բայց դեռ սահմանին խնդիր ունեցավ եւ ասում է Ֆրունզիկը գնաց իր ատեղի ինքը չկարացավ գնալ այդ ինձ թվում է հետաքրքիր դե պատմի մարդիկ էլ իմանան ինչպես չգիտեն մարդիկ ինձ թվում է շատերը գիտեն լավ այնպես է եղել որ Անորայում Վաչե Թովմասյանի տեղը պետքա նկարահանվեր Արսենը Գրիգորյան բայց նա վիզա չի ստացել ցավոք ու չի գնացել նկարահանման բայց իրականում շատ ինձ թվում է ցավոտ բան է դու կարող ես լինել 21-րդ դարին ու դու ինչքան էլ չես սիրում, չեմ ասում ամենալավ, այլ գլխավոր ֆիլմերից մեկը, որը տարել է Best Picture ու գլխավոր գուցե գլխավոր ֆիլմերից մեկը, որը Best Picture-ը տարել է, ինչ ես կասեի նույնիսկ 21
երրորդ դարի չէ 20-ականների 20-ական, հա, առաջին քառորդի երկրորդ կեսի։ Հա, մի խոսքով, ասիկա դու կարող ես լրիվ պատմության մեջ մտնել, էլի, ու դու վիզայի պատճառ շատ ցավոտ է իրականում, եթե հիմա դու կարաս քովրադա բանանես, իրոք շատ ցավոտ է։ Նու մի խոսքով, այս պահը այստեղ էր արած Արսենի Պահովասը ինքը ուժեղ դերասան է շատ, բայց այս այն ֆիլմը չէր, որ ինքը ինչ-որ բան ցույց տար, ինչից իր խաղը վատանում էր ավելի շատ։ Ինքը ինչ-որ sense ինքը ուժեղ դեր, գիտենք ինքը շատ տարբեր կերպարներում ենք տեսել, OTT-ում ենք տեսել շատ հետաքրքիր այլ ամերիկյան ֆիլմերում Շոն Բեյքերի, բայց այստեղ չկար այն ինչ որ ինքը պետքա ցույց տար, իսկ իր այդ իզլիշնի դրամատիզմը, այսպես ասած, ավելի կերպար ավելի sense ստից էր դարձնում։ Ես ցավում եմ նաև Հռիփսիմե Նահապետյանի կերպարի վիճակի համար, որտեվ ես Ռիպայի ձայնը շատ եմ սիրում, ինչքան էլ մեր պարապմունքների այդ փորձերի ժամանակ բան ենք արել, իր ձայնը շատ թավշա է, շատ սիրուն է, ու ինքը էլի ավելորդ դրամատիզմ էր տալիս այս ֆիլմի այս իրավիճակներին, էլի։ Էնդի երեխեն ուր է։ Մի խոսքով լավ առաջին ֆիլմի համար ինձ թվում է միանշանակ պետք է այսքան բան ենք անում, բայց էսի մենք փորձում ենք ինչ-որ sense փորձել ասել ինչ կարելի է լինել այս ամեն ինչի տեղի, ինձ թվում է Գորը մյուս ֆիլմը շատ ավելի մտածված կանի, շատ անկախ մեզանից, բայց դե չգիտենք ինչ իմանանք։ Միանշանակ պետք է գնալ նայել, չմոռանամ ասել, միանշանակ, որտեվ աշխատանք արված է, այդպես։ Հա, ունենց շատ փոշմանելու բանել չի, էլի շատ ֆիլմեր կան, որ գնում ես Չէ, սա հաստատ դրանցից չէ։ Սա դրանցից չի, համաձայն եմ, միանշանակ գնացեք նայեք, դուք էլ ձևավորեք ձեր կարծիքը։ Այո, երիտասարդ ռեժիսորը թող ձեռք բերի։ Դուք էլ ձևավորեք ձեր կարծիքը, իսկ մեր կարծիքը մենք հայտնեցինք։ Թվում է թե։ Եվ պայմանավորվել ենք, որ պիտի ասենք, ոնց ենք ասում, բաժանորդագրվեք, լայքեք եւ մենք չենք ասում զգացել եք, բայց բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվեք, իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։